Մեծ հայքի արքունիքը երբեք այսքան լուրջ չէր եղել։ Սովորաբար գիշերները այստեղ լսվում էր քայլերի ձայն, սպասավորների շշուկը, պահակների մետաղական զրահների զնգոցը, բայց այդ գիշեր լռությունն էր տիրում։ Լռություն էր, ծանր, խեղդող։ Երվանդ դե վերջինը նստած էր միայնակ։ Նա իշխում էր մեր թվարկությունից առաջ 220-ից մինչև 201 թվականները։ Նա ուներ բանակ, գանձարան, ամրոցներ։ Նրա անունը հնչում էր ամբողջ երկրում, բայց այդ պահին նա ուներ միայն վախեր։ Վախ, որ ծագել էր ոչ թե դրսից, այլ ներսից։ Նա հիշել էր հին պատմությունները, թագավորներին, որոնք գահանկեց էին արվել իրենց ազգականների ձեռքով, արքաներին, որոնց ժառանգները դարձել էին իրենց մահվան պատճահը։ Ինձ հետ էլ կարող է այդպես լինել, մտածում էր նա, եւ այդ միտքը նրան խելագարության էր հասցնում։ Նա սկսեց կասկածել բոլորին՝ եղբայրներին, հարազատներին, արքայազներին։ Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ արքայական տղմից նրա աչքում դառնում էր սպառնալիք։ Եվ այդ գիշեր նա որոշում կայացրեց, սարսափելի որոշում։ Հրամանը տրվեց լուռ, առանց գոռոցների, առանց բացատրությունների, պարզ բառերով։ Վերջ տվեք բոլորին, չթողնել ոչ մի ծիլ, ով վրեժ կցանկանա։ Զինվորները չհարցրին ինչու։ Նրանք սովոր էին կատարել հրամաններ։ Այդ գիշեր արքունիքը լցվեց հոտնաձայներով, սրի ձայնով, խուլ ճիչերով։ Երվանդունի արքայազները սպանվում էին իրենց սենյակներում։ Ոմանք քնած, ոմանք հարթում, ոմանք փորձելով փախչել։ Ոչ ոք չփրկվեց, գրեթե ոչ ոք։